Առաջինը Ռուսաստանն է եղանական դեր փոխել, սաղել ասում են, որ ռուսներ պարտվել են բանման, ես մի քիչ sense չեմ համարվում, այնտեղ շատ մեծ քանակով համ ռազմական գծով հետախուզներ են նստած Վենեսուելայում, համ քաղաքական հետախուզներ են նստած, այսինքն արտաքին ռազմավետքին եւ ռազմական ռազմավետքին։ Ռուսական կողմի։ Այո, շատ ուժեղ են, շատ։ Տարբեր ոլորտներում դրանք գործակալներ ունեն, տարբեր նախագահ աշխատակազմից սկսած մինչև բանակը։ Մանավանդ դրանք Կուբայից շատ լավ համագործակցում են, հալել չեմ ասում այդ Ռոսնեֆտի, որտեղ ներդրումներ շատ մեծ կա, մոտ 20 միլիարդ դոլար, ռազմական գծով 11 միլիարդ ներդրում են արել, այսինքն դրանք լավ պոզիցիա ունեն դեղ, ռուսներ, շանս չկա, եթե ինչ-որ բան պատրաստ, դեղ պլանավորել են կամ պայմանավորվել են, բացառված է, որ Ռուսաստանը այդ խոզներ չի իմանան, բացառված է, այսինքն ինչա, իմ կարծիքով, կամ իրանց ռեզիդենտուրան, որտեղ նստում է, ռեզիդենտը, որ պիտի ինֆորմացիա փոխանցի Կրեմլին չի տվել, ուրեմն նշանակում իրանել են արել, կամ տվել են ու ռուսներ հաշվարկվել են։ Ну, ես սենց եմ մտածում, քանի որ մենք, որ ես աշխատել եմ նույն գլխավոր շտաբում կամ անվտանգության խորհրդում, մենք միշտ մի 10 քայլ առաջ ենք հաշվում։ Այսինքն նայեք, ռուսներ հասկանում են, որ հաշվի առնելով Տրամպի հոգեբանական վիճակը, ինքի սիրումա չէ իրան, սենց գովա իրան, Մարսնա, Յուպիտերն է սարկում իրան, դրանք երևի թե իմացել են, որ ինչ որ տեղա ունեցել Վենեսուելայում, առանց ներսի դավաճաններին չի կարող սենց օպերացիա հասկացնել դրանք։ Եթե միլիոն տոկոս, ես վստահաբար որպես մասնագետ ասում եմ, ամերիկացիք եւ բրիտանացիք դեղ ունեցել են գործակալներ տարբեր ոլորտներում եւ ՊՆ-ում եւ գլխավոր շտաբում եւ հատուկ ծառայություններում եւ նախագահ աշխատակազմում եւ այդ բաները որ տեխնապայներ են դեղ իրանց դեպարտամենտը կա ուրեմն հաստատ ունեցել են բայց իմ կարծիքով ես հենց եմ պատկերացնում ոնց են հաշվարկվել նու կարող է Ռուսաստան, կարող է միասին Ռուսաստան, Չինաստան եւ Կուբան, ոնց են հաշվարկվել։ Իմանալով որ Տրամպը այսած մի կես տարի դրա մասին կխոսա, սենց իրան աշխարհի չեմպիոնն է համարվում, ասել են հիմա լավ, Մադուրոին չենք տալիս, խոսքերն է, Մադուրոին չենք տալիս։ Եթե Մադուրոին չենք տալիս, պատերազմ Իհարկե, ուրեմն կամ մենք պիտի պատերազմի մեջ մտնենք, բայց շատ հեռու էլի Ռուսաստանի, Չինաստանի շատ հեռու։ Ամերիկացիք ավելի մոտիկ են, իրաց լոգիստիկեն ավելի հեշտ աշխատելու այնտեղ։ Դու չես հասցնելու ոչ մի մանավանդ դու մենակ ծովով կարաս օգնություն բերես, ու եթե երկար ժամանակ է պահանջում։ Համալի ռուսներ ի վիճակի չեն այսօր ոտից գլուխ խնդիրների մեջ են։ Նույն Ուկրաինայում։ Կարող է ոնց են հաշվարկել սենց։ Ցավոք սրտի Մադուրոին թող վերցնեն, եթե Մադուրոին չեն վերցնում, ինքը սկսել է ասենց լոպազ խոսալ, նշանակում է ամերիկացիք հարձակվում են, ամբողջ Վենեսուելայի բանակը ոչնչացնում են, ամբողջ զենք զինամթերք ինչ որ ունեն, ոչնչացնում են, բայց դեռ 11 միլիարդի ներդրում ենք դրել, համամայել փող են պարտքալավոր վենեսուելցիք։ Ուրեմն ոչնչացում են ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարներին, գեներալիտետին, հատուկ ծառայությունների ոչնչացնում են, հետո գալիս նստացում են մակրո ամերիկացին, ու всё, մենք դեղ կորցնում ենք։ Եթե մենք Վենեսուելային կորցնում ենք, մենք հաստատ Կուբայել ենք կորցնում, հետագայում մի տարվա մեջ Կուբայի չի լինելու, որովհետև լրիվ տնտեսական բաներով Վենեսուելա օգնում Կուբային։ Եթե Վենեսուելան փակվում է, Կուբան շանս չունի որ մնա։ Իմ կարծիքով մտածել են սենց։ Այսինքն ռուսները եւ չինացիներն են հանձնել Մադուրոին։ Նայեք, ոչ թե գնացել են ասել են ամերիկացիներին, որ գնացեք վերցրեք, չեն խանգարել, ինչու համար,
քանի որ Մադուրոն վերցրել են, բայց նայեք այստեղ ամենակարևոր բանը ինչ է։ Ինչի մեջ է։ Ամբողջ բանակը մնացել է իրան տեղում։ Չեն ոչնչացրել, չէ՞։ Վենեսուելա որ կա, սենց էլ մնում է։ Բանակը բանակն է, մնում է։ Զենք զենամթերք չեն ոչնչացրել, մի հատ խոպի միջոց են, երկու հատ խոպի միջոց են ոչնչացրել, դա ոչ մի բան է։ Սա հեկավարներ իրանց տեղում։ Թրամփն ասում է մեռած երկիր է, կօգնենք կվերականգնվեն։ Այդ Թրամփը ես Թրամփի մասով չեմ ասում։ Ես ասում ռուսների չնացների ծրագիրը։ Ամերիկա չարձակվել, չէ՞։ Մենակ Մադուրոն վերցեց գնաց, դա չի նշանակում։ Դե չխանգարեցին ձեր ասելով, որ վերցնեն ու գնան։ Ինչու համար։ Ամբողջ հեկավարներ մնացել են իրանց տեղում։ Այսինքն համագործակցությունը նորից Շարունակում է։ Այսինքն ինչ են արել։ Մտածել են Թրամփը սկսի գոռալ, որ ինքը համաշխարհային չեմպիոնն է, բայց ամենակարևորը ինչ են արել։ Բանակը մնացել է, չեն ոչնչացրել։ Ռազմաքաղաքական հեկավարությունը մնացել է, հատուկ ծառայություններ մնացել են, Վենեսուելա չի դժվել, ոչ մի բան ջարդփուշուր չեն արել, այդ նավթի գործարաններ, այդ որտեղ նավթ են հանում, այդ վիշկեկը բաները, չեն ոչ, այսինքն Վենեսուելա ամբողջ իրան պետությունով, իրանց բանով, իշխանությունով սաղ են մնացել, նույն մարտիկը, հիմա Մադուրոն չկա, կա փոխնախագահ, հիմա որ նախագահն է, ինքը էլ Ռուսի հետ է, սաղ գեներալները Ռուսի հետ են, բանակը Ռուսի, Չինաստանի, Կուբայի հետ են, այսինքն հիմա, ոնց ասում, շախմատի որ խաղում եք, մի հատ ֆիգուրային տալիս եք զողին, որ չէ, գնաք առաջ, կարակ 2 տակ, 3 տակ, բայց հետո գնում եք առաջ, իմ կարծիքով, եթե սենց են մտածել, ես չեմ ասում, որ սենց է եղել, ես որպես մասնագետ եմ հաշվարկում, ես ինչ կանեի ես, եթե դրանք իրոք սենց են մտածել, նախ եւ առաջ Ամերիկայի շանս չեն տվել, որ հարձակվի, ամբողջ ռազմաքաղաքական բանը ղեկավարությունը մնացել է իրաց տեղում, ամբողջ զինվորներ, գեներալներ, սպայական կազմը, սա մնացել է իրաց տեղում, ոնց համագործակցել են Ռուսի հետ, սենց էլ հիմա համագործակցում են, այդ առաջինը, երկրորդը, Թրամփը ասում է Չինաստանը դեռ չպիտի գոյություն ունենա, Ռուսաստանն էլ, Կուբան էլ, չէ, ասում է։ Իսկ ինչ համար այդ օպերացիան անում, որ ժամանակ ձգեն, նույն մարդիկ մնացել են, նույն մարդիկ։ Իմ կարծիքով այդ է եղել, որովհետև ես հաստատ ես վստահաբար ասում եմ, բացառված է, որ իրանց հատուկ ծառայություններ Ռուսաստանին, Չինաստանին եւ Կուբային չիմանան, որ սենց դավաճանություն կա կամ սենց բաները պլանավորված։ Կարող է իմացել են, որ ամերիկացիք մարդկանց վերային դուրս են եկել, ասել են դավաճան եք, վերցրեք Մադուրոին տվեք մեզ, էդ էլ են իմացել, մարդկանց ասել են համաձայնվի։ Որովհետև իմ գլխի մեջ չի տեղավորվում, որ կարող է ոչ Չինաստանն է, ոչ Կուբան, ոչ Ռուսաստան, չիմանան, որ Ամերիկայի հատուկ ծառայություններ ինչ որ մի հոգի չէ, պիտի պայմանավորես, մի 20-30 հոգի մարդկանց հետ պիտի պայմանավորվես։ Ես այդ բաներին չեմ հավատում։ Դրա համար եթե սենց բան չկա, ուրեմն որոշել է սենց, թող Մադուրոն վերցնի, ասի ես համաշխարհային չեմպիոնն եմ, բայց լրիվ հեկավարությունը մնում է իրանի տեղում։ Այսինքն մենք իրանց հետ շարունակում ենք համագործակցել, էսա իմ կարծիքով։ Ու այդ նավթի հետ ինչ որ կատարում է Վենեսուելայում, նավթի հետ ոչ մի գոյություն չունի։ Նավթոն նավթի հետ կապ չունի, հա, այս գործողությունը։ Նայեք, մի տոկոս է կազմում։ Այդ նավթը ինչ որ դրանք ցախում են դուրս, մի տոկոս է կազմում, մաքսիմում 2%։ 17 պետության մեջ դրանք չեն մտնում։ Դեռ նավթ չկա։ Հիմա չէ, իհարկե իրանց բանը զապասների շատ մեծ են, շատ ուժեղ է։ Այսինքն քանակը մեծ է, եթե սկսես արտադրել հանել։ Բայց էսի ես քեզ ասում մինիմալ պահանջում է մոտորապես 5-ից մինչև 7 տարի։ Դա մինիմալ։ Այսինքն դա եղանակը չի փոխվում։ Նպատակը ուրիշ բան է։ Լատին Ամերիկայի կոնտինենտից, այդ տարածքից Ռուսաստանին եւ Չինաստանին պիտի շփրտեն։ Այո, շփրտեն, ոչ թե դուրս բերեն, ոչ շփրտեն։ Ոնց որ Սիրիայում են անում, ոչ որ հիմա Իրանում են անում, Պարսկաստանում, ոչ որ Հարավային Կավկասում են անում, ոչ որ Կենտրոնական Ազիայում անում են, ոնց որ Կենտրոնական Աֆրիկայում են անում։ Եվրոպայի ճանապարհը փակել են, դեռ փակում են, դեռ փակում են, ստեղ փակում են։ Այդ նույնը ինչ որ ես միշտ ասում եմ, լսեք ինչ որ ասել է Մադլեն Օլբրայթը 90 թվականներում իրանց ռազմական ակադեմիայում, ասեց մեր հետագա պլանը հետևալն է,
մենք ամեն ինչ պիտի անենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը իրանց սահմանից չի դուրս գա։ Այսինքն փակենք Ռուսաստանը իրանց սահմանի մեջ։ Հիմա նայեք, սա որ մենք նայում ենք, ամբողջ ճանապարհները իրանց համար փակում են։ Ինչու որ հետո շատ մեծ մեծամիտ են, ինչ որ պլանավորել են 20 թվին մեր դեմ, համատեղ Թուրքիա-Ադրբեջանի հետ, հետո մտել են այդ բանի մեջ, այդ բառը չեմ օգտագործելու, սա գիտեն ինչու մեջ են մտել Ուկրաինայում, դրանք թույլատրել են, մեծ թույլատրել են, Թուրքիան ուժեղացավ, Ադրբեջանը ուժեղացավ, ամբողջ պետությունները ուժեղանում են, բացի մեզանից։ Էդա, այսպայն ռուսի մակարդակը էսա։ Ոչ թե ռուսին, Կրեմլի մակարդակը։ Էսա։